եթե կարելի է հանդրադառնանք այսօրվա թեմային, այնուհետև արդեն այն հարցերը տամ, քաղբանտարկյալների հետ կապված այս խորհրդարանական ուսումներից դուք ինչ ակնկալիքներ ունեք։ Ես ներսում էլ ելույթ ունենալով խոսքս 3 խմբերի ուղղեցի, հիմա կրկնություն, անտեղի կրկնություն չեմ համարի, մի մասը այստեղ նորից ասելով, որտեղ այդ մի մասը ուղղված էր մեր հասարակության, մեր այն հայրենակիցներին, որոնք քաղբանտարկյալների խնդրի հանդեպ անհաղորդ են եւ անտարբեր։ Ես ուզում եմ ասել, որ քաղբանտարկյալ երևույթը վկայում է անարդար պետաիրավական համակարգի մասին, դե ես եմ ասում, բայց նաև ես չեմ ասում մարդու իրավունքներով զբաղվող բոլոր միջազգային կառույցներն են սա արձանագրում, որ ինքնին դա արդեն ցուցիչ է, որտեղ կա քաղբանտարկյալ, մի հոգու մասին չի խոսքը, էլի Հայաստանում 70 թիվ հնչեց ներսում, այնտեղ ուրեմն կա իշխանության ավտորիտարացում եւ ամենակարևորը, սրանք շուտ անհասկանալի տերմիններ կարող են թվալ, ամենակարևորը, որ կա անարդարություն։ Իսկ անարդարությունը, սիրելիներս, ինքը բացարձակ երևույթ է։ Ոնց է, որ ինչ-որ մեկի մասին ասում են կեղտոտ մարդ, վատ մարդ, էլ հարցնող չի լինում, բայց ում հանդեպ։ Այսինքն որտեղ պարզ է, որ վատ մարդը, կեղտոտ մարդը, վատն է, կեղտոտա բոլորի հանդեպ։ Երբեք ոչ մեկը այդ պնդմանը չի ասում, բայց ում հանդեպ է վատը։ Նույնիսկ անարդարությունը, եթե դուք դեռ չեք բախվել մեր անարդար պետաիրավական համակարգի անարդարությանը, դա նշանակում է, որ ուղղակի դուք չեք բախվել, բայց կարող եք բախվել։ Սա ամենակարևորն է, որ ասում եք ինչ ակնկալիք ունեք, ակնկալիք ունեմ, որ մենք կարողանանք հասարակության համեմատաբար այս հարցերով անտարբեր մարդկանց ավելի տարբերակված դարձնել։ Բնականաբար առանձին վերցրած որևէ ակնկալիք իշխող դե ֆակտո իշխանություններից չկա, այլ հարց, որ ուժը մեր ներսում է, մենք պիտի այդ ուժը գտնենք, այդ էլ շարքերը մեծացնելով, դրա համար խոսքիս առաջին մասը հենց ես ուղղեցի անհաղորդ հատվածին։ Պարոն Էլբակյան, Հայաստանի քաղաքասարակության որոշ ներկայացուցիչներ մեկնել էին Բաքու, վերադարձան, ասուլիս տվեցին, փոխանցեցին այստեղ հայ հասարակությանը Հաջիևի ուղերձը, թե տարածքային խնդիր չունեն Հայաստանի հետ, խաղաղություն են ուզում եւ այլն։ Եթե չեմ սխալվում, 2019 թվականին դուք եւս Բաքու եք մեկնել, այն ժամանակ այդպիսի ուղերձ հղեցին հայ հասարակությանը եւ ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ Բաքվում ունենք պատանդներ, գերիներ եւ քաղաքասարակության այդ ներկայացուցիչները նրանց չեն կարողացել այցելել։ Հղելը շատ բան են հղել, բայց դուք տարածող ասեք։ Այստեղ խնդիրը թուրքերի հղելը չի, թուրքը դրա համար էլ թուրք է, որ ինքը իշարն է առաջ տանում, նորվեգացիը իշարն է առաջ տանում։ Հարցը այն է վերադառնալուն պես մարդիկ ինչ են ռետրանսլյացնում, դուք ճիշտ եք ասում, 19 թվին ես էլ եմ այցելել Ադրբեջան խմբի կազմում եւ վերադառնալուց հետո ես հղել եմ հետեւյալ ուղերձը Facebook-ում անպաշկարա դրածա, որ Փառք Աստծո, որ մենք հաղթել ենք Արցախյան առաջին պատերազմը, որովհետև եթե մենք չհաղթեինք, չունենայինք Արցախ, մենք այսօր տարածաշրջանի քարտեզի վրա ուղղակի չէինք լինելու, քաղաքական քարտեզի վրա։ Այսինքն սա լրիվ ուրիշ տեսակի ուղերձ է։ Ես ուզում եմ մի շտկում էլի քաղաքասարակությունը պատմական էքսկուրս չանեմ դեպի ուշ միջնադարյան գերմանական քաղաքներ եւ այլն, դա ինչ երևույթ է, բայց կարճ ասեմ, այդ մարդիկ քաղաքասարակության ներկայացուցիչներ չեն։ Այդ մարդիկ պրոիշխանական գործիչներ են, վերլուծաբան են, չէ, դե գիտեք հիմա Զաբորի վրա կարող ենք համապատասխան բառը գրել, դրանից Զաբորը այդ բառը չի դառնում, կապ չունի իրենք ինչ են ներկայացնում, ըստ սահմանման իրենք քաղաքասարակության ներկայացուցիչ չեն, եւ դուք շատ ճիշտ ասացիք, իրենք Ալիևի, Հաջիևի թեզերը Հայաստանում վերաթողարկողն են, այսինքն ինչ է նշանակում, չէ, Ալիևը տենց բան չի ասել։ Դու ուղղակի Ալիևի, հիմա ասեցիք, հիշեցի, էլի դուրս չեկավ։ Ալիևի թեզերի վերաթողարկումն է, ինչ քաղաքացիական հասարակություն, այն էլ հայկական։ Միգուցե ադրբեջանական, բայց ոչ հայկական, էլի քաղաքասարակություն լրիվ ուրիշ բան է եւ քաղաքասարակության ամենակարևոր ատրիբուտը, որի դեպ Հայաստանում գրեթե միշտ բացակայ եղել, անկախությունն է։ Այս դեպքում այդ մարդիկ ուղիղ աֆիլացված են գործող դե ֆակտո իշխանությունների հետ։ Ջան։ Եթե Հայաստանի հասարակությանը Հաջիևը այդպիսի ուղերձ ունեն, ապա մենք ինչ ուղերձ ենք տեսնում Ադրբեջանի հասարակությանը նույն Հաջիևի երուսներից։ Շատ լավ հարց եք տալի, ասիմետրիկ։
ասիմետրիկ, այսինքն իրենք իրենց հասարակությանը ուղերձ են հղում, որ վեժները չդնեք, Ղարաբաղով չի ավարտվելու, մենք հաղթարշավը շարունակելու ենք, ձևերը կարևոր չի, տանկով չի լինի, ոտքով կլինի, պետք կլինի տանկով էլ կլինի, իրական դուք շարունակեք նույն ձև կամ ավելի շուտ հայերին ատել, ծաղրել, հեգնել, եւ սրան զուգահեռ ասիմետրիկ, եթե հայկական հասարակության այդ ուղերձն է հղվում եւ որոշ էթնիկ հայեր անձնագիր ունեցողներ էլ դա վերատարածում են, որ խնդիր չկա, անհոգ եղեք, սա ցեղասպանության անատոմիան է, այսինքն բռնարարը կեղեքողը պատրաստվում է բռնությունը շարունակելուն, միևնույն ժամանակ փափուկ բարձ է դնում բռնության ենթարկվողի բարձի տակ, գիտեք Տրեբլինկայում այդպիսի համակենտրոնացման ճամբար կար Եվրոպայում նացիստական Գերմանիայի կողմից կառուցված, երբ որ դու մտնում ես Տրեբլինկա, այնպես էր ինքը կահավորված, կես թվում էր թե երկաթուղային կայարան ես մտել, կատակ չեմ անում, սա մարդկության ցինիզմի գագաթնակետերից մեկն է, այնտեղ կահավորված էր դրամարկղ տոմս առնելու տեղ, ժամ կար, որ ինչ-որ պարբերականությամբ տկտկում էր, յանի այդ պայն ռեյս է գալիս։ Եվ այնտեղ նոր բերված զոհերին, հիմնական հրեաներին համոզում էին, որ ուղղակի երկաթուղային կայարան է, այստեղից ձեզ ավելի ապահով տեղեր ենք տանելու։ Հիմա այս օրինակս թող վերջակետ դնի այս հարցին, թե ինչի է Հաջիևը մի բան կամ Ալիևը մի բան ներսում ասում, ինչի մի բան հայկական հասարակությանը, որովհետև իրանք պատրաստում են հայերի հետ ցանկանում են անել նույնը, ինչ որ գերմանացիները արեցին Տրեբլինկայի եւ մյուս ճամբարների հրեաների հետ։ Պարոն Հերբակյան, եւս մեկ հարց, տեսեք, անձանցից մեկը, որը Բաքու էր կատարել, այց էր կատարել, Հայաստանում այսպիսի հայտարարություն արեց ասուլիսի ժամանակ, որ օրինակ եթե մենք արցախահայերի վերադարձի հարցը բարձրաձայնենք, իրենք էլ կասեն, դե եթե այդպես է, ուրեմն ադրբեջանցիներն էլ պետք է վերադառնան Հայաստան։ Այս համեմատությունը որքանով է տեղին ու տրամաբանական։ Արդյոք համեմատությունը։ Չէ, սա ոչ տեղին է, ոչ տրամաբանական է, սա ադրբեջանական փաստարկն է, որը չգիտեմ ով ասել ինձ անկեղծ չի հետաքրքրում, երևի ինչ որ է սա, երևի չգիտեն էլ չեն էլ հիշի 88 թվականից թուրքերը սա ասում են, երբ որ 88 թվականի շարժումը սկսեց, մենք ասենք Ղարաբաղը մերն է, իրանք էլ ասին դե ուրեմն Մասիսն էլ մերն է, ինչ տարբերություն հայելային պրինցիպով, բայց չէ որ Ղարաբաղը ամեն առումով ուրիշ է, հա Մասիսում ապրում էին ադրբեջանցիներ, որոնք առօք-փառոք թողեցին գնացին, ուզում էին թողնել նայեն։ Թողեցին գնացին, բայց դա Մասիսն էր, դա Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունն էր, ու այնտեղ իրանց ոչ մեկը չէր փորձում ցեղասպանել, ոչ մեկը չէր ասում կամ վեշերները հավաքեք ստեղից գնացեք կամ սաղիթ հարցերը լուծելու ենք։ Ոնց որ ասում էին Շահումյանի հայերին եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայերին։ Էլ եմ ասում, սա ադրբեջանական քարոզչություն է, հիմա դուք էլի իմ այցելությունը հիշեցիք, ախր դու չպետք է նայես, թե դիմացինի ինչ կասի, եթե դու արդեն բանակցային սեղանի համանեք իրենք բանակցել են։ Ես էլ եմ բանակցել, այն ժամանակ Լեյլաներ, իրենց ԱԳՆ-ի խոսնակներ, մեկն էլ կար Հուսեյն Հուսեյնով էր, կարծեմ, իրենց ԱԳՆ-ի Բարձրաստիճան պաշտոնյա էր։ Բայց եթե դու բանակցային սեղանին նստում ես արդեն այն մտքով, թե դիմացինը որտեղ է քո բերանը փակելու, քո ձենը կտրացնել, դու արդեն պարտված ես։ Ես օրինակ անձամբ ինչ եմ ասել, եւ առաջ անգամ ես մասին ասում, արդեն անցած գնացած բան է։ Ես ասել եմ հետեւյալը, ապրեք, շատ լավ հյուրասիրություն ա, գոհ ենք, շնորհակալ ենք։ Հիմա դուք ինչ-որ տեքստեր եք ասում։ Մի տեքստ էլ ես ասեմ։ Ղարաբաղը փաստացի ունի անկախ կարգավիճակ, իսկ եթե էլ ավելի անկեղծ ես այդ խոսեմ ձեր հյուրասիրությունը հարգելով, փաստացի Ղարաբաղը Հայաստանինն է։ Ճիշտ է, այսպես գլուխները կար, ասում էին հա ճիշտ է։ Հիմա ասում էին այ դուք ինչ-որ բան եք առաջարկում, ասում եք կգանք մանկապարտեզներ կսարքենք Ղարաբաղում ձեր համար ճանապարհներ կսարքենք, իրանք էլ են ասֆալտավիկ էլի, դրանով են համոզում։ Ասի դուք կարող եք, բայց դրա դիմաց առաջարկում եք, որ մենք տարածքներ տանք, կարգավիճակը նվազի, մենք փաստացի ունենք այս կարգավիճակը։ Այս կարգավիճակից ավելի բարձր բան ինձ առաջարկեք, ես անձնապես որպես մի հայ մարդ, ոչ երկրի անունից ես լիազորություն չունեմ, ես համաձայնվեմ։ Եղած փաստացի կարգավիճակից ավելի բարձր բան կասեք, մանթո նայեցին դեմքից հասկացնելով, որ դե լավ, դե դու ես ասում, ուրեմն մենք էլ ուրիշ լեզվով պետք է խոսենք, դե ուրիշ լեզուն պարզենք լեզուն է։ Իմ հետ չէ, ամբողջ հայ ազգի հետ, ներառյալ նաև ինձ։ Բայց կարևորը է, թե ելեմ ասում, դու գնում ես արդեն այն մտքով, որ չէ, եթե ես ասեմ, են կասեն, խես գնացել։ Եթե չես ասելու են ու դու փաստորեն մտքում ես լավ գիտես ինչն է հայության շահերից բխում, հա, արցախցիների վերադարձը։ Գիտես, բայց չես ասում, էլ խես գնացել։ Այն ասենցից այն ինչ որ ադրբեջանցիները ասում են, էլի։ Քո գնալուն էին յալել մի շեղը, որ դու գնայիր քո Բերնինգային։ Այնը մի գնա, իրանք sense ասում են։ Չի կարելի թշնամու թեզերը վերա թողարկել, դա ամենամեծ թշնամությունն է։